Շաբաթվա սկզբին падգամավորների նախաձեռնությամբ ազգային ժողովը գումարեց արտահերթ նիստ օրակարգում 4 նախագիծ հրատապ քննարկելու անհրաժեշտությամբ։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ազգային ժողովի падգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած падգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին։ Ազգային ժողովի կազմը համալրած падգամավոր Լուսինե Աքմաքչյանը երդվեց. Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի արչեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական, համերաշխության, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար։ Օրակարգային առաջին նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումն ապահովելու, ինչպես նաեւ դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման եւ անցկացման անհրաժեշտությամբ։ 2021 թվականի մայիսի 7-ին օրենսդրական փոփոխություններով սահմանվեց, որ ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավականու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որևէ գրառում կամ նշում կամ ծրարում քվեաթերթիկից բացի առկա է այլ իր։ 24 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ 505 օրենքով կատարված փոփոխություններով քվեաթերթիկ անվավեր ճանաչելու հիմքերից հանվեց քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը, որը գործնականում կարող է բերել ընտրողի գաղտնի քվեարկության իրավունքի խախտմանը։ Օրինակ կարող է առաջանալ իրավիճակ, երբ ընտրակաշառք ստացողից կարող են պահանջել իրեն բացահայտող որևէ թղթի կտոր դնել ծրարի մեջ, օրինակ հերթական համարով, որը հայտնի է միայն վճարողին։ Բացի այդ ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, ցանկացած այլ իրի առկայության վերաբերյալ դրույթը որպես քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք նախատեսել է կարող է հանդիսանալ ընտրակաշառք ստացածների վերահսկողության գործիքներից մեկը։ Մյուս փոփոխությունը զեկուցողի տեխնիկական բնույթի է եւ վերաբերում է միայն տեղեկատվության ներկայացման ձևաչափին։ Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր, ինչպես նաեւ չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով այդ փոփոխությունը տեխնիկական վրիպակի արդյունքում դուրս է մնացել օրենքի նախագծից, բացի այդ փոփոխությունները նաև համահունչ են քաղաքական կուսակցությունների անվանման նկատմամբ գործող սահմանափակումներին, որոնք սահմանված են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով։ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծեց, որ նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, ինչպես նաև ազգային ժողովում դրա քննարկումների ընթացքում որևէ ձևաչափով չի նշվել, որ նախատեսվում է վերացնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները։ Ընդհակառակը քննարկումների ամբողջ տրամաբանությունից ակնհայտ է, որ նպատակը բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումն է։ Ընդդիմադիր падգամավորների համար փոփոխությունը ոչ թե տեխնիկական էր, այլ առանցքային։ Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այս ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակը ինչ է։ Ընտրություններին մնացել է 2 ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխությունը, որ առաջարկում եք։ Առհասարակ խորհուրդ չի տրվում, ընտրական օրենսգիրքը փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ։ Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, ճիշտ է, բայց այդ ռեկոմենդացիան վերաբերելի է միայն հիմնարար կանոններին եւ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան ռեկոմենդացիան սահմանում է այն էլեմենտները, ֆունդամենտալ էլեմենտները, որոնք խորհուրդ չի տրվում փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ եւ դրանք հետեւյալն են՝ ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը եւ երրորդը ընտրատարածքների ավելի ճիշտ փոփոխությունները։ Այս 3 նշված կետերից եւ որևէ մեկին մեր կողմից կատարվող տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը վերաբերելի չէ։ Օրենքի նախագիծը քննարկվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվեց։ Արտահերթ նիստի օրակարգում էր նաև առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխությունները։ Նախարարությունն առաջարկում է ցանկում ավելացնել մի շարք խմբեր, ընդլայնել պաշտպանության ժամանակ, զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքով շահառու ճանաչված անձանց շրջանակը։
Առաջինը դա էլեկտրոնային հարթակով իրականացնող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին, վարորդներին, սկսած մյուս տարի հունվարի 1-ից արդեն թույլ տալ, որպեսզի իրենք էլ կարողանան մասնակից լինել այս համակարգին։ Հաջորդ փոփոխությունը դա ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի ապահովագրավճարների կատարման պատշաճ ապահովման նպատակով առաջարկում ենք, որ իրենց համար վերջնաժամկետը գործող ապրիլի 20-ի, այս տարվա ապրիլի 20-ի փոխարեն սահմանել հուլիսի 20-ին։ Առաջարկվում է նաև փոխկապակցված անձինք ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն համակարգում, վճարեն եւ օգտվեն ապահովագրության համակարգի շրջանակում տրամադրվող ծառայություններից։ Արտահերթ նիստում քննարկվող հաջորդ նախաձեռնությունը հեղինակել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը եւ առաջարկվում է աջակցել ջերմոցների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցմանը։ Տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը միտված է ջերմատների եւ ավազանների համար տեղական տուրքերի նվազմանը եւ հստակեցմանը, այն է 1 հեկտարի համար սահմանվում է 400,000 դրամ, որը համամասնորեն նվազելու դեպքում նվազում է, համամասնորեն մեծանալու դեպքում մեծանում է եւ ի վերջո նաեւ կարող է կիրառվել գործակիցը գոտիականության։ Նախագծով առաջարկվում է ջերմոցների եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել տեղական տուրքի դրույքաչափերը։ Կառավարությունը լրացումներ է առաջարկում տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված։ Սրա վերահսկողությունը եւ մոնիթորինգը դրված է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վրա եւ խախտումների պարագայում վարչական տուգանք պատասխանատվություն է ենթարկվում տվյալ հեռարձակողը սահմանված նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով։ Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն։ Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չի լինում, որ բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ։ Օրենքների նախագծերը քննարկվեցին նաև երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվեցին։